Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է թուրքագետ Վազգեն Պետրոսյանը։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարի օր ձեզ։ Պարոն Պետրոսյան, անդրադառնանք երեկվա եւ նաեւ այսօր շարունակվող եվրոպական քաղաքական հավաքին եւ նաեւ Եվրամիություն Հայաստան գագաթնաժողովին։ Մեծ հաշվով դրա շրջանակում այստեղ էին եվրոպացի առաջնորդները եւ այդ թվում նաեւ Զելենսկին էր այստեղ, Թուրքիայի փոխնախագահը, այս գագաթնաժողովները մի կողմից իշխանությունն ասում է ճիշտ է, Հայաստանը արդեն աշխարհաքաղաքական մեծ կշիռ ունի, որովհետև այսպիսի առաջնորդներ են գալիս Հայաստան, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ այլ ընդդիմախոսներ անհանգստություն են հայտնում, որ սա կարող է լինել աշխարհաքաղաքական հակամարտության հարթակ։ Ձեր տպավորությունը, արդյոք Հայաստանը չպետք է եվրոպացիների հետ նման ձևով աշխատի, արդյոք միայն պետք է ռուսական հարթակների հետ համագործակցի, որն է սահմանը, որտեղ է ավարտվում այդ սահմանը, որտեղ է սկսվում վտանգները, եթե այդպիսիք իհարկե կան ձեր կարծիքով։ Նախ եւ առաջ մի քանի դիտարկում։ Նրանք, ովքեր որ պնդում են, որ Հայաստանը միայն պետք է շփվի Ռուսաստանի հետ, նրանք սխալ են։ Նրանք, ովքեր որ պնդում են, որ Հայաստանը միայն պետք է շփվի Արևմուտքի հետ, նրանք էլ են սխալ։ Մենք մի ազգ ենք, հայ ժողովուրդը, որը տարածված է աշխարհի մի քանի տասնյակ պետություններում։ Եվ այդ հայության անվտանգությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր խնդիրներից մեկն է։ Ուստի Հայաստանի Հանրապետությունը որպես հայ ժողովրդի ընդհանուր շահերի պաշտպան չի կարող ինքը այսպես ասած իր արտաքին քաղաքականությունը միտված լինի միայն մեկ երկրի կամ մի բլոկի։ Ինքը պարտավոր է ունենալ արտաքին քաղաքականության մեջ որոշակի հստակություններ, բայց այդ հստակության կողքին պետք է ունենա նաև ընդհանուր ծրագիր գալիք 50-100 տարվա համար հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու եւ պահպանելու ամբողջ աշխարհում։ Այնինչ որ երեք տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում եւ այսօր էլ շարունակվում է, մենք պետք է դիտարկենք հայ ժողովրդի ազգային անվտանգության շահերից։ Եվ ինչ ասում մեզ այդ շահերը, դա մեր դեմ էր, թե մեր կողմ էր։ Հիմա կանդրադառնամ դրան։ Լավ է, որ եվրոպական պետությունների ղեկավարները եկան Հայաստան, բայց շատ վատ էր իրենց դատարկ խոստումները, որը թուղթի վրան փորձեցին կերակրել հայ ժողովրդին։ Երեկվա ընդհանուր իրենց գագաթնաժողովը ինձ շատ հիշեցրեց Բերլինի կոնգրեսը, շատ անկեղծ ասեմ։ Բերլինի կոնգրեսում էլ եվրոպացիները մեզ միայն խոստումներ տվեցին։ Եվ Հայաստանը, արևմտյան Հայաստանը, իրենք վերածեցին Թուրքիայի եւ Ռուսաստանի բախման կիզակետ, որի արդյունքում 1890-ից 95 թվականին Օսմանյան կայսրության ժամանակ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, մոտ 300,000 հայ կոտորվեցին, եւ հետագայում նույն եվրոպացիների օժանդակությամբ եւ օգնությամբ դավանափոխ եղած հրյաների միջոցով իրենք գլուխ բերեցին երիտթուրքերին Թուրքիայում եւ 1915-ից մինչեւ որ 2021 թվականը իրականացրեցին հայոց ցեղասպանությունը, որի ընթացքում ավելի քան 1.5 միլիոն հայ զոհվեց։ Եվ արևմտյան Հայաստանը կորցրեցինք իր հետ նաեւ պատմական ժառանգությունը, հսկայական ֆինանսական միջոցները եւ ամեն ինչ։ Նույն Եվրոպան հանձինս Ֆրանսիայի հայոց ցեղասպանության ժամանակ տիրացավ հայկական նավատորմին, որը գոյություն ուներ Միջերգրական ծովում։ Գերմանիան ձեռք բերեց Բերլին, Բաղդադ երկաթգծի կառուցման մենաշնորհը, իսկ Անգլիան տիրացավ հայկական բանկերին եւ հայկական ունեցվածքին, որոնց մի մաս այդ ունեցվածքով էլ նաեւ փակվեց Օսմանյան կայսրության վնասները, որը հասցվել էր Անգլիային առաջին աշխարհամարտի պատերազմի ժամանակահատվածում։ Այսինքն Եվրամիությունը հայ ժողովրդի արյունով իր հարցերը լուծեց այդ ժամանակահատվածում։ Նույնն էլ հիմա է։
Վերջի 200 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բելգիայի եւ մնացած եվրոպական պետությունների խնդիրները չի փոխվել։ Իրենք ունեցել են միշտ խնդիր Ռուսաստանը քայքայելու, այդ հսկայական տարածքը ոչնչացնելու, եւ իրենք միշտ փորձել են շրջապատել այդ ցամաքային տարածքը։ Եվ իրենք շատ անգամներ օգտագործել են փոքր ժողովուրդները, այդ թվում հայերին, այդ թվում սերբերին, բուլղարներին, որպեսզի կարողանան իրենք իրենց ծրագիր իրականացնել։ Հիմա նույն իրականությունն է։ Պատմությունը նորից կրկնվում է, մանավանդ եթե երկրների ղեկավարները լինում են հիմարներ։ Այն ինչ որ երեք գագաթնաժողովների ժամանակ խոսվեց, խոստումները տրվեց, դատարկ խոստումներ էին։ Դա կներեք, Մակրոնն ասում է 8 տարի առաջ ոչ մեկ չէր պատկերացնում այս ղեկավարներից, որ կարող են գալ Հայաստան այսպես։ Գիտեք, Մակրոնը մի բան մոռանում է, ինքը ընդամենը մի քանի տարվա համար է նախագահ եւ հետո հեռանում է։ Իրենից առաջ ինչքան մարդեր եկել Հայաստան։ Շատ էր։ Հռոմի պապերից սկսած մինչև որ Շիրակը, չգիտեմ, գոնե իրենից առաջ 3-4 նախագահները Հայաստան եկել են։ Պարոն Պետրոսյան, նրա խոսքի ենթատեքստը այն է, որ Հայաստանը համարվում էր ռուսական հարթակ եւ այդ երկրները չեն ուզում Հայաստանի հետ հաշվի նստել, իսկ հիմա նստում են։ Իրենք ինչի հետ են հաշվի նստում։ Նույն Մակրոնը չէր, որ Արցախը հանձնեց Ադրբեջանին։ Ինքն է ասել, ես չեմ ասում։ 2023 թվականի հարցազրույցի ժամանակ ինքը ասաց, որ ինքն է համոզել Նիկոլին 2022 թվականին, որպեսզի Արցախը հանձնի Ադրբեջանին։ Իդեպ նույն գագաթնաժողովի այդ եվրոպական քաղաքական համայնքի առաջին Անդրանիկ նիստի շրջանակում էր դա 4 տարի առաջ։ Այո, ասում 2023 Նույն այս համաժողովի շրջանակում էր։ Եվ հիմա ինքը ինչի մասին է խոսում։ Մակրոնը ճիշտ կանի, որ նախ եւ առաջ որոշի իր սեռը ինչ է եւ հետո մի քիչ էլ պատմություն կարդա եւ հետ վերադառնա իր Եվրոպայի դարձը լաց լինի, կամ որ իրենք շատ դուրս ճգնաժամերի մեջ են։ Իրենք թող մեզ բաց թողնեն եւ մեր մասին չմտածեն։ Մենք գիտենք ինչպես մեր հարցերը լուծենք։ Ինչ որ վերաբերվում է մնացածին, դե մասնավորապես մնացածին հերթով անդրադառնանք, Ադրբեջանի ղեկավարը հերակա տեսակապով էր մեզ։ Ես ուզում եմ անդրադառնայի Ադրբեջանի ղեկավարին, Թուրքիայի ներկայացուցիչին եւ Զելենսկին։ Այո, նախ Ադրբեջանի ղեկավարը, որովհետեւ հայկական հարթակը նա օգտագործեց հայերին, արցախցիներին, պատերազմական այն մարդիկ, որոնք հիմա գտնվում են գերության մեջ Բաքվի բանտերում, պատերազմական հանցագործ անվանեց, արցախցիներին անջատողականներ, այսինքն ու այդ ամեն ինչը տեղ ունեցավ հայ պաշտոնյաների քալ լռության, որևէ ձևով արձագանք չեղավ այդ ամեն ինչին, միայն երբ որ Ալիևը խոսեց Եվրախորհրդի մասին, որ երկակի ստանդարտներ է կիրառում, այդ ժամանակ նոր Եվրախորհրդի նախագահ ընդհանրապես ասաց, որ իրենց գործելավոճը չեն փոխել, բայց մեր դեպքում որևէ արձագանք չկար։ Նախ եւ առաջ Եվրամիությունը երբ է հայ ժողովրդի խնդիրներով իսկապես զբաղվել դրական առումով հայ ժողովրդի, երբեք։ Նույն անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանը ոչնչացրեց հայոց ցեղասպանության հուշարձանը, որը գոյություն ուներ Ստեփանակերտում։ Եվրախորհրդարանը 1983 թվականին էր դատապարտել հայոց ցեղասպանությունը։ Նույն Ֆրանսիան էր դատապարտել։ Ով որևիցե ձայն հանեց, ոչ մեկը։ Եվրոպան իսկապես միշտ ունեցել է երկակի ստանդարտ եւ միշտ թույլին զոհել է հանուն ուժեղի։ Իրենք այստեղ մեզ օդ ծախեցին, խոստումներ ծախեցին եւ գնալու են Ադրբեջան, Ադրբեջանի հետ պայմանագիր կնքեն նավթի, գազի եւ մնացած ամեն ինչի համար։ Այսինքն Ադրբեջանը իրենց համար շատ ավելի կարևոր է, քան թե Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Իրենք հայ ժողովրդի արյունով միշտ հարմացրել են իրենց արյունը։ Նույն Ֆրանսիան եւ Գերմանիան եւ մնացած պետությունները։ Այնպես որ իրենք այդ խնդիրն ունեն եւ ուրիշ ոչ մի խնդիր չունեն։ Ալիևի հայտարարությունը 3 ընդամենը ուղղված էր հայ հասարակությանը եւ ոչ թե եվրոպացիներին, որպեսզի ցույց տա, որ ինքը, այսպես ասած, ուժեղ տղա է
եւ ինքը ամեն կերպ պաշտպանում է Նիկոլին եւ չի հանդուրժի, եթե Նիկոլից բացի ուրիշ ոչ որևիցե մեկը գա իշխանության գլուխ, բայց այդ չհանդուրժել ինքը հարց է։ Ինչ կարող է անել։ Սա արդեն հարց է ինքը։ Եվ ինչ կարող է անել։ Ինքը իրականության մեջ մի բան չի կարող անել եւ դա պատերազմն է։ Դա հաստատ չի կարող անել։ Պատերազմ չի կարող։ Պատերազմ չի կարող անել, քանի որ նախ եւ առաջ իրենք ունեն լուրջ խնդիրներ, ճիշտ է նավթի գները բարձր են, բայց Ադրբեջանը այդքան նավթ չունի, որ արտահանի։ Ինքը հիմնականում Ղազախստանի եւ Կենտրոնական Ասիայի նավթերն է, որը տեղափոխում է եւ այդ տրանզիտի համար գումար է ստանում, բայց այդ գումարը այնքան մեծ չի։ Երկրորդ հերթին Ադրբեջանը այսօր ինքը ունի ներքին խնդիրներ, ունի նաև ֆինանսական լուրջ հարցեր, ունի որոշակի ճգնաժամ։ Եվ այդ ճգնաժամի մեջ իրեն չի կարող օգնել իր մեծ եղբայրը Թուրքիան, քանի որ նա էլ է ճգնաժամերի մեջ։ Ուստի պատերազմի խնդիրը ներկա դրությամբ, քանի դեռ շարունակվում է Միացյալ Նահանգների Իրան պատերազմը, գրեթե բացառվում է։ Եվ Ալիևի հոխորտանքը դա էր։ Թուրքիայի ներկայացուցիչը եկել էր Հայաստան եւ խոսեցին հայ բանագնացի հետ, նաև թուրք բանագնացը հանդիպեց այդ գագաթնաժողովի շրջանակում եւ ստորագրվեց պատմական անի կամրջի վերականգնման հարցը, որը իմ դեպ 23 թվականին դերևս Արադ Միրզոյանի այդ ժամանակ էր քննարկվել։ Գիտեք, ամեն մի քայլ քաղաքականության մեջ պետք է հեռու լինի զգացմունքայնությունից։ Ինչ է նշանակում անի կամուրջի վերականգնումը։ Ում է պետք։ Անկեղծ խոսենք։ Անի կամուրջը վերականգնեցինք, լավ, եւ ով է օգտվելու դրանից։ Արդյոք կա որևիցե ճանապարհ դեպի այդ կամուրջ։ Ոչ։ Արդյոք կա որևիցե ենթակառուցվածք, որը տնտեսապես շահավետ դարձնի այդ կամուրջի վերականգնումը։ Ոչ։ Արդյոք այդ կամուրջը ունի քաղաքական նշանակություն։ Ոչ։ Արդյոք ունի տնտեսական նշանակություն։ Ոչ։ Ինչպես Էրդողանն էր ասում, սիմվոլիկ քայլ է։ Այդ սիմվոլիկ քայլը միայն նրա համար է, որ հայ ժողովրդի գլխին, այսպես ասած, շոյեն եւ ասեն պատրաստվեք, ձեզ ուզում ենք հերթական ցեղասպանության ենթարկել։ Մի քանի տարի հետո եւ ուրիշ ոչ մի բան։ Գիտեք ինչ է, թուրքերը իրենք իրենց քաղաքականությունը շատ հստակ է եւ իրենք իրենց տեսլականը գալիքը 10-15 տարվա համար հստակ գծել են։ Թուրքիան բացարձակ ցանկություն չունի բացել Կարս, Գյումրի երկաթգիծը։ Նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար ինչ մասին հայտարարել, այդ չի։ Գիտեք, արեք զգացմունքներ իսկապես դնենք մի կողմ եւ հարցին նայենք մաքուր քաղաքագիտական առումով։ Արդյոք դուք ձեր թշնամը, որը հնարավորություն ունի մի քանի տարի հետո, ենթադրաբար ունի հնարավորություն մի քանի տասնյակ տարիներ հետո, հարց բարձրացնել եւ ձեզ թույլատրել միջազգային ասպարեզում դուք իրեն կօգնեք։ Ոչ, չեք օգնի։ Ուստի այնինչ, որ թուրքերն ասում են, որ իրենք բացելու են այդ երկաթգիծը, իրենք չեն բացելու։ Եթե էլ բացեն, ընդհանրապես կարող է ունենա մի նպատակ, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կախվածության մեջ պահեն իրենց մոտ եւ դրանով ճնշում բանեցնեն Հայաստանի վրա։ Այլ բան չկա այդտեղ։ Եթե իրենք իսկապես ազնիվ լինեին եւ ուզենային այդ երկաթգիծը բացային, որպեսզի Հայաստանի այդ առևտուրը զարգանար, իրենք չէին կառուցի Իգդիրից Նախիջևան երկաթգիծը, որը պետք է ավարտվի 2028-29 թվականին, որը գալու է միանա Հայաստանի վրայով, Մեղրի վրայով անցնող երկաթգծից եւ գնալու է դեպի Ադրբեջան։ Այսինքն իրենք ամեն կերպ ուզում են Հայաստանին շրջանցեն։ Այդ ժամանակ մենք ինչ խաղաղության մասին ենք խոսում, եթե մեզ ուզում են բոլոր տարածաշրջանային ծրագրերից դուրս տնեն։ Սա խաղաղություն չի։ Սա խաղաղություն է փոթորիկից առաջ։ Եվ էլ ուրիշ ոչ մի բան։ Ուստի իրենց բոլոր այդ մոտեցումները եւ այդ շոյանքները, որ իրենք իրականացնում են, դրանք ոչ մի բան են։ Գիտեք, երեք առիթ ունեցա այդ մասին էլ խոսեի։ Ժամանակին ֆրանսիացիները եւ անգլիացիները երբ տեսնում էին, որ ամերիկյան մայրցամաքում չեն կարողանում հաղթեն հնդկացիներին,
իրենք մի քայլ կատարեցին ճակերտավոր մարդասիրական եւ իրենք հնդկացիներին բրդյա վերմակներ նվիրեցին, որպեսզի ձմեռը այդ մարդիկ տաքանան։ Բայց այդ բրդյա վերմակները իրենք թունավորված էին ծաղիկ հիվանդությամբ։ Եվ մինչ այդ գերմանացի եւ ֆրանսիացի գիտնականները եւ բժիշկները հայտնաբերել էին, որ հնդկացիները ծանոթ չեն ծաղիկ հիվանդությանը եւ իրենց մոտ երբեք չի եղել այդ հիվանդությունը։ Այդ հիվանդության վարակվելով շատ կարճ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր մինչև 200,000 տարբեր գնահատականում, մինչև 200,000 հնդկացիներ մահացան։ Հիմա սա մարդասիրություն է։ Նույն մարդասիրությունն էլ մեր նկատմամբ են իրականացնում։ Մարդասիրական քողի տակ իրենք փորձում են ոչնչացնել մեզ։ Ամեն մի երկաթյա ձեռք, որի մեջ կա դանակ, բայց իր թավշյա ձեռնոց է իր վրան քաշված, դա չի պիտի սեղմել։ Հետո նրանք Թուրքիան միշտ Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, նա երբեք չի առանձնացնում, ասում է միջև Ադրբեջանի հետ հարաբերությունները չկարգավորվում են, օրինակ սահմանը չի բացվի, այսինքն փոխկապակցված են Ադրբեջան-Թուրքիա հարաբերությունները Հայաստանի հետ, եթե խաղաղություն մի դեպքում չկա, մյուս դեպքում էլ հաստատ չի լինելու։ Գիտեք ինչ է, Ադրբեջանը ինքը միշտ ենթարկվում է Թուրքիային, միշտ ենթարկվում, ինքը չի կարող չենթարկվի։ Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանում այնքան մեծ է, որ չեք կարող պատկերացնել։ Անշուշտ մենք տեսանք պատերազմի ժամանակ 2020 թվականին, երբ որ Թուրքիայի բանակի գեներալները ուղղակիորեն Ադրբեջանում պատերազմի ամբողջ ընթացքը վերցրեցին իրենց վերահսկողության տակ եւ մոտ 2 ամիս կորել էր Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը ոչ մի լիազորություններ չուներ եւ ամեն ինչը կառավարում էին թուրքերը։ Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության ՄԻԹ-ի ազդեցությունն էլ շատ մեծ է Ադրբեջանում։ Արտգործնախարարության ազդեցությունն էլ մեծ։ Ադրբեջանը ինքը ինքնուրույնություն չունի։ Եվ այդ իսկ պատճառով թուրքերը օգտագործում են Ադրբեջանին որպես լծակ Հայաստանի վրա ճնշում բանեցնելու։ Դրա համար էլ իրենք միշտ դա օգտագործել են։ Այստեղ նորից հետ է վերադառնում նույն չոր գլխով եւ այսպես ասած սառը դատողությամբ եւ միայն քաղաքագիտական առումով, մաթեմատիկական հաշվարկով, արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունները մեզ պետք է թե ոչ։ Սա է կարևորը։ Պետք է թե ոչ։ Ես կարծում եմ, որ այս պարագայում, երբ որ ամբողջ աշխարհում փոխվում է համաշխարհային համակարգը եւ որի մասին էլ երեք Ռուբիոն էր խոսում, Մարկո Ռուբիոն, ոչ։ Այսինքն ավելի շատ վտանգներ կան դրա համար։ Վտանգները չափից ավելի շատ են, իսկ օգուտը շատ քիչ է։ Մենք գրեթե այդտեղից օգուտ չունենք։ Գրեթե օգուտ չունենք։ Ժամանակավորապես օգուտ ունեն որոշ իշխանամերձ օլիգարխներ, ովքեր առևտուր են անում Թուրքիայի հետ, բայց Թուրքիան երբ իր հարցերը կարգավորի, սկզբից դրանց է որպես մատաղացում մորթելու։ Այնպես ինչպես որ ժամանակին 1915 թվականին Քեմալը Աթաթուրքը, Քեմալը Ջեմալը եւ մնացածը սկզբից մորթեցին եւ կաշվահան արեցին իրենց մտերիմ հայերին։ Նույնն էլ հիմա է լինելու։ Եվ այս գագաթնաժողովի ամենակննարկված երկրի առաջնորդին անդրադառնանք Զելենսկին էր Հայաստանում Փաշինյանի հետ առանձնազրույց ունեցավ եւ սա բավականին սուր է ընկալվել արդեն իսկ Ռուսաստանի կողմից այս առումով ինչ կասեք։ Գիտեք, Ռուսաստանի արձագանքը բնական է։ Ռուսաստանը սպիտակ արջ է։ Եվ այդ սպիտակ արջը ոչ թե սպիտակ արջ է միայն Անդրկովկասի համար,
այլ նաև ամբողջ աշխարհի համար, ամբողջ աշխարհի։ Եվ երբ որ դուք սպիտակ արջերի թաթերի սահմանների մեջ եք, դուք պարտավոր եք այնպիսի քաղաքականություն վարել, որ ձեր շահը կուլ չգնա այս սպիտակ արջի շահերին, բայց նույն ժամանակ չհակադրվեք նրա հետ։ Ուկրաինան, որը արդեն պարտված պետություն է եւ քայքայվել է որպես պետություն, իր ազգաբնակչության գրեթե կեսից ավելը հեռացել է երկրից, ավելի քան 1 միլիոն զոհ է տվել, ինչքան վիրավոր ունի եւ արդեն որպես պետություն իր գոյությունը ամբողջությամբ կախված է դրսից եկած ֆինանսներից։ Այսպիսի պետության հետ, որը քայքայված վիճակի մեջ է, նմանատիպ հարաբերությունը ստեղծել է, կամ ինչպես երեկոյան ուշ ժամի կարդացի ուկրաինական լրատվամիջոցներից մեկն էր, գրել էր, որ Նիկոլը եւ Զելենսկին համաձայնվել են, որ ռազմավարական դաշնակցային պայմանագիր կնքեն։ Ինչ է, ուղղակիորեն դուրս գալ արևմուտքին, արդյոք արժի դուրս գալու համար արևմուտքին ոչնչացնել մեր պետությունը։ Նիկոլը կամ իր թիմակիցները կամ նրանք, ովքեր որ արևմտամետ են, իրենց վարած քաղաքականությունը հետևյալ կերպ կարելի է պատկերավոր ասել, որ իրենք նման են այն մարդուն, որը ատում է իր կողքի հարևանին, եւ այդ ատելության ֆոնին ինքը հրդեհում է իր տունը, որպեսզի վնաս տա հարևանին։ Ես չեմ կարծում, որ սա խելամիտ քայլ է։ Երկրորդ հերթին կներեք, երկրորդ հերթին Ուկրաինան երբ է հայ ժողովրդին օգուտ հասցրել։ Արցախյան առաջի պատերազմի ժամանակ, միգուցե դուք այն ժամանակ ձեր տարիքը թույլ չի տվել, որ հիշեք, բայց Արցախյան առաջի պատերազմի ժամանակ Ուկրաինան անընդհատ ռազմատեխնիկա էր ուղարկում օդանավներով եւ տարբեր ձևերով Ադրբեջան։ Ուկրաինացի օդաչուները գալիս էին եւ կործանիչները ադրբեջանական կործանիչներով ռմբակոծում էին Հայաստանը։ Եվ դրանից հետո բոլոր միջազգային կառույցներում Ուկրաինան դեմ է եղել հայկական խնդիրների լուծմանը, բոլոր։ Հիմա այսպիսի կողմի հետ, որը անընդհատ թշնամություն է ցուցաբերել 1990-ից 94 թվականը ուղիղ մասնակցելով պատերազմին, Արցախյան քարորիա պատերազմի ժամանակ 2016-ին ուղիղ մասնակցություն է ունեցել, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ուղիղ մասնակցություն է ունեցել եւ իր թաթերը թաթախված են հայ երիտասարդների արյունով։ Արդյոք կարելի է գնալ ինչ-որ ընդհանուր համաձայնության։ Ինչ համաձայնության կարող են գնալ։ Բացի այն, որ Ռուսաստանին ասենք, տեսեք, մենք ձեր թշնամիների հետ լավ ենք, բայց ինչ օգուտ ունենք մենք դրանից։ Նորից եմ ասում։ Կարծում եք հետևանքներ ամեն դեպքում կլինեն, ինչ հետևանքներ կլինի այս այցից հետո եւ ընդհանրապես եվրոպական այս գագաթնաժողովից հետո, ինչպիսի ազդեցություն կունենա դա մեր արդեն Ռուսաստանի քաղաքականության վրա Հայաստանի հանդեպ։ Գիտեք, այն ինչ, որը մենք հիմա տեսնում ենք, կայսրությունները եւ հատուկ ծառայությունները իրենք տեսնում են ամիսներ եւ տարիներ առաջ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի համար անակնկալ չէր այս բոլորը եւ իրենք այդ ամեն ինչը նախապես տեսել էին։ Եվ դրա համար էր, որ Նիկոլին կանչեցին Ռուսաստան, որպեսզի ինքը հստակեցնի իր դիրքորոշումները եւ այն ժամանակ էլ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Արցախյան հարցը մեռած չէ եւ արդիական է։ Այստեղ մի կարևոր հանգամանք կա, որ մենք միշտ պետք է նկատի ունենանք։ Ցանկացած կայսրություն վրեժը սառն է ուտում։ Իրենք երբեք տաք չեն ուտում։ Անմիջական արձագանք հիմա այս պահին դժվար թե լինի, քանի որ նախընտրական շրջան է դրա պատճառով։ Չէ, բացարձակապես Հայաստանը այսօրվա իր իշխանությամբ անկեղծ ասած համաշխարհային քաղաքականության մեջ մանանայի հատիկել չի։
Քանի որ Հայաստանը կորցնելով Արցախին կորցրել է իր աշխարհագրական կարևորությունը։ Եվ այսօր ընդամենը Հայաստանը հետաքրքիր է Եվրոպային, որպեսզի Սյունիքը եւ Վայոց ձորը փոկեն Հայաստանից, տան Ադրբեջանին ու Թուրքիային, որպեսզի հնարավորին չափ ավելի շատ թույլատնեն Իրան, Ռուսաստան եւ Չինաստանը։ Ուրիշ էլ ոչ մի բան իրենց չի հետաքրքրում։ Այն ինչը որ իրենք ունեցել են 200 տարի առաջ, հիմա էլ նույն խնդիրներ ունեն Ռուսաստանի հետ եւ նույն խնդիրն են իրականացնում։ Այստեղ հետեւյալ կարևոր հանգամանքն է, որ աշխարհում այսօր գնում է մեկ այլ շատ ավելի կարևոր process, որի ֆոնին Ուկրաինայի պատերազմը չի երևում։ Դա Միացյալ Նահանգներ Իրան պատերազմն է, որը բերել է աշխարհի գերհզոր ուժին պարտության շեմին։ Իրականության մեջ Միացյալ Նահանգները այս պատերազմում պարտվեց Իրանի հետ։ Եվ Իրանը մի պետություն էր, որ 47 տարի գտնվել է Միացյալ Նահանգների ծանր, այսպես ասած, շրջափակումների ներքո եւ դիմանում է Միացյալ Նահանգների բոլոր հարվածներին։ Իսկ այսօր բանակցությունների սեղանին թելադրողը Իրանն է եւ ոչ թե Միացյալ Նահանգները։ Եվ այդ 40-օրյա պատերազմը Իրանի եւ Միացյալ Նահանգների մեջ ցույց տվեց, որ Միացյալ Նահանգները այն միֆը, որ ստեղծել էր իր մասին, այդ միֆը հոդս ցնդեց։ Բայց պատերազմը կարծես թե դեռ չի ավարտվել երկու կողմից։ Պատերազմը չի էլ ավարտվելու։ Պատերազմը չի էլ ավարտվելու։ Այս պատերազմը ունի հավանական 3 ելք։ Միացյալ Նահանգները չունի բավականաչափ զինամթերք, որը կիրառի Իրանի դեմ։ 40-օրյա պատերազմի ընթացքում համաձայն Միացյալ Նահանգների պաշտոնական աղբյուրների, Միացյալ Նահանգները օգտագործել է իր հակաօդային պաշտպանության ավելի քան 35% հրթիռները։ Ամեն մի հրթիռի թվերով խոսենք։ Իրենք օգտագործել են 2000 Patriot համակարգի հրթիռ։ Այդ 2000-ի իր հետ տեղը դնելու համար Միացյալ Նահանգները կարիք ունի շուրջ 20 տարի։ Patriot համակարգի հրթիռները տարեկան արտադրվում է 120 միավոր։ Հակաբալեստիկ հրթիռները իրենք օգտագործել են մոտ 20%-ը, մոտ 300 միավոր հրթիռ են օգտագործել։ 2027 թվականին իրենք Պենտագոնը նախատեսել էր ընդամենը 75 հատի արտադրությունը, 75 միավորի արտադրություն։ Այսինքն այդ 300-ին տեղը դնելու համար իրեն 4 տարի է հարկավոր։ Չեմ խոսում մնացած զինատեսակների, հրթիռների եւ այլ բաները, որոնք լուրջ խնդիր են Միացյալ Նահանգների համար։ Միացյալ Նահանգների 2 ավիակիրները վնասվեցին այդ պատերազմի ժամանակ եւ ամերիկյան, այսպես ասած, զինատեսակների թաքուհին վնասվեց։ Այնպես Այսինքն մեծ հաշվով, եթե ասենք այս պատերազմում եւ հնարավոր ձեր ասած ելքերի դեպքում Իրանը չի պարտվելու։ Գիտեք, Իրանը, եթե հիմա էլ կանգնի պատերազմը, Իրանը նորից հաղթած է։ Իրանը ինչ ունի կորցնելու։ Իրանի քաղաքական ղեկավարությանը եւ կրոնական առաջնորդին սպանեցին։ Ռազմական ղեկավարության գլուխը ամբողջությամբ գրեթե կտրեցին։ Բայց Իրանը նորից ոտքի վրա է։ Եվ սա միայն այն բանի շնորհիվ, որ Իրանի կառավարությունը 40 տարի ազգային գիծ տարավ Պարսկաստանում եւ տուրք չտվեց ամերիկյան կամ եվրոպական մնացած պրոպագանդաներին։ Եվ իրենք պահեցին իրենց քաղաքակրթությունը։ Իրենք չթողեցին արևմտյան մշակույթը խաթարի իրանական մշակույթը։ Եվ դա պահում է ժողովրդին։ Եվ մենք տեսնում ենք արդեն 60 օրից ավել է,
որ ամեն գիշեր Իրանի քաղաքներում ժողովուրդը դույս է գալիս հրապարակներ, անկախ նրանից, որ անձրևը ձուն է, թե ինչ վիճակ է, եւ իրենք պաշտպանում են իրենց պետությանը։ Հիմա երեկվանից կրկին ակտիվացել է խոսակցություն, որ նոր հարձակում կարող է տեղ ունենալ։ Գիտեք, Միացյալ Նահանգները երբ 3 շաբաթ առաջ Թրամփը հայտարարեց, որ այ մենք շրջափակում ենք Իրանի շրջափակումը։ Իրենց հաշվարկը ինչի հիման վրա էր։ Սխալ տեղեկատվության։ Իրենք հաշվարկել էին, որ Իրանը որպեսզի իր նավթի արդյունահանումը դադարի ընդամենը 3 օր ժամանակ ունի, քանի որ տեղ չունի այդ ամբողջ արդյունահանած նավթը պաշարելու եւ տեղադրելու։ 3 շաբաթ է անցել եւ Իրանը շարունակում է եւ իր նավթի արդյունահանումը եւ վաճառքը միջազգային շուկայում։ Համաձայն Tanker Trackers ընկերությանը, ով հետևում է նավթաարդյունաբերության եւ բեռնատար նավերի շարժը ամբողջ աշխարհում, միայն ապրիլ ամսին Իրանը 26 նավ է Հորմուզի նեղուցից հանել դուրս ամերիկյան ուժերի քթի տակից եւ ավելի քան 100 միլիոն բարել նավթ է վաճառել։ Սա նշանակում է, որ իրանցիները իրենց աշխատելու ձևը գիտեն։ Բացի այդ, ամերիկացիք մտածում են, որ 3 օրում կպայթի Իրանը եւ կդադարեցնի իր նավթաարդյունահանումը, բայց շարունակում է։ Եվ այսօր էլ լսեցի, որ ամերիկացի մի հեղինակավոր վերլուծաբան ասում էր արբանյակային նկարները ցույց են տալիս, որ Իրանը դեռևս մի ամիս էլ կարող է շարունակել նավթի արդյունահանումը եւ դրանց տեղավորել Պարսից ծոցում գոյություն ունեցող իր նավթատարների մեջ։ Բայց Միացյալ Նահանգները կարող է եւս 1 ամիս դիմակայել բենզինի եւ այլ վառելիքների թանկացումը։ Հաստատ ոչ։ Առաջիկայում կխոսենք այս թեմային, որովհետեւ ինքը թարմ թեմա է, անդադ զարգացումներ կան, այսքանով ամփոփենք, շնորհակալ եմ։